37 տարի ապրիլի 9-ի ողբերգությունից եւ 35 տարի Վրաստանի անկախության վերականգնումից 1989 թվականին դեռևս խորհրդային Վրաստանի մայրաքաղաքում Ռուսթավելի պողոտայում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին անկախություն, երբ խաղաղցույցը ցրվեց խորհրդային միության պատժիչ ուժերի կողմից։ Ազատություն պահանջող անզեն քաղաքացիների վրա առավոտյան ժամը 4-ին խորհրդային բանակի ծանր տեխնիկան, իսկ հետո Ռուսաստանի ներքին զորքերի հատուկ ջոկատները հարձակվեցին։ Խորհրդային զինվորները խաղաղ ցուցարարների ճանապարհը փակեցին ծանր տեխնիկայով եւ տանկերով, ապա ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառեցին բահերով եւ թունավոր գազով։ Խաղաղ ցույցերի ճնշման գործողությունը ղեկավարում էր ռուս գեներալ Իգոր Ռոդինովը։ Ապրիլի 9-ին ցույցի ցրման արդյունքում զոհվեց 21 մարդ, նրանցից 17-ը կին եւ 4-ը տղամարդ։ Զոհվածների թվում կային նաեւ անչափահասներ։ Դաժան հաշվեհարդարի հետևանքով ավելի քան 4000 ցուցարարի տարբեր վնասվածքներով տեղավորել են հիվանդանոց։ Անհայտ քիմիական նյութով թունավորվել է մինչև 2000 մարդ։ 1989 թվականի ապրիլի 9-ից ուղիղ 2 տարի անց 1991 թվականին Վրաստանի Գերագույն խորհուրդը Զվիատ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության ակտը։ Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրանցվեց որպես ողբերգության եւ միևնույն ժամանակ երկրի անկախության վերականգնման օր։ Ապրիլի 9-ը հիշեցնում է, որ ազատության եւ պետական ինքնիշխանության պաշտպանությունը նաեւ այսօր է պահանջում ամուր միասնություն, պատասխանատվության սուր զգացում եւ մեր երկրի ավելի լավ ապագայի համար մշտական պայքար, գրում է Վրաստանի նախագահը սոցիալական ցանցում եւ նշում, որ այս ամսաթիվը շրջադարձային է դարձել վրաց ժողովրդի ազատության համար պայքարի դժվարին ճանապարհին եւ անջնջելի հետք է թողել մեր երկրի բազմադարյա պատմության վրա։ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւ վրաց ժողովրդի ինքնազոհությունն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ մեզ համար արժանապատվությունն ու ազատությունը կյանքից բարձր են։ Նույնիսկ այդ գիշերվա ողբերգական իրադարձությունները չկարողացան լրացնել վրաց ժողովրդի ձայնը, որը պահանջում էր անկախություն։ Ապրիլի 9-ի գիշերը դարձավ ազգային միասնության եւ աննկուն պայքարի խորհրդանիշ, որի արդյունքում 2 տարի անց 1991 թվականի ապրիլի 9-ին Վրաստանը վերականգնեց պետական անկախությունը։ Շնորհակալություն ազատության համար։ Կեցցե անկախ Վրաստանը, թող Աստված պահապան լինի մեզ, նշում է Վրաստանի նախագահը։ 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին քաղաքացիները եւ ցույցերի մասնակիցները խորհրդարանի շենքի առջեւ։ Զոհվածների հիշատակը հարգելու համար քաղաքացիներն ամբողջ գիշեր մինչև լուսաբաց ծաղիկներով եւ վառված մոմերով գալիս էին եւ ծաղիկներով զարդարում ապրիլի 9-ի հերոսների հուշահամալիրը։ Նրանց թվում էին նաեւ 1989 թվականի ցույցերի մասնակիցները։ Առավոտյան ժամը 4-ին, երբ խորհրդային բանակը հարձակվեց ցուցարարների վրա, անցկացվեց հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հիշատակին։ Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է ավագ հինգշաբթին։ Այսօրվա հետ կապված է հաղորդության խորհրդի հաստատումը։ Ըստ ավետարանի այդ օրը Տերը առաջին անգամ հաղորդեց իր աշակերտներին եւ այդպիսով հաստատեց հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթիի արարողությունը ներառում է նաեւ 12 ավետարանների ընթերցում։ Ավետարաններից ընթերցվում են Փրկչի ձերբակալության, տանջանքների եւ խաչելության դրվագները։ Պատրիարքական գահի տեղապահ Տեր Շիոն Սուրբ Երրորդության տաճարում արդեն մատուցում է Սուրբ Բարսեղ Մեծի պատարագը, իսկ ժամը 18-ին կընթերցվեն 12 չարչարանքների ավետարանները։ Չնայած ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, Իսրայելը շարունակում է ավիահարվածները Լիբանանի վրա։ Իսրայելի պաշտպանության ուժերն այսօր լայնածավալ օդային հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքին, երկրի հարավին եւ այլ շրջաններին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է 182 մարդ, իսկ 890-ը վիրավորվել են։ Իր հերթին Լիբանանի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնում է 254 զոհի եւ 1165 վիրավորի մասին։ Լիբանանում գործող Հեզբոլլահ խմբավորումը հայտարարել է, որ այսօր եւս մեկ անգամ հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Լիբանանի վրա հարձակումները եւ կոչ անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը։ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական թույլ կտանցնել միայն 10 նավ։ Ըստ հաղորդագրության Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են այն նավերին, որոնք սպասում են այդ տարածքում տեղաշարժվելու, որ նեղուցը կանցնեն միայն այն դեպքում, երբ Թեհրանից համապատասխան թույլտվություն ստանան։ Եթե որևէ նավ փորձի անցնել նեղուցը առանց թույլտվության, այն կկործանվի, հայտարարել են Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Այս պահին Հորմուզի նեղուցով անցնելուն սպասում է ավելի քան 400 տանկեր։
Զուգդիդի մունիցիպալիտետի քաղաքապետարանը զատկի կապակցությամբ 550 ընտանիքի փոխանցել է սննդամթերք։ Տոնական փաթեթներ են ստացել բազմազավակ ընտանիքները, լիովին որբ երեխաները, տարեցները, միայնակ ծնողները, անվճար ճաշարանների եւ սոցիալական բնակարանների շահառուները, ինչպես նաեւ հատկապես կարիքավոր ընտանիքները։ Նվերների փաթեթը ներառում է 16 անվանումով տարբեր անհրաժեշտ ապրանքներ։